Տեր, ես շնորհակալ եմ քեզանից այսօրվա համար, Տեր։ Ամեն օրը, որ անցկացնում ենք քո հետ, էդի սուրբ օր, այդի լավ օր է, Տեր։ Ես շնորհակալ եմ այդ շնչի համար, որ դրել ես մեր մեջ, որ մենք շնչենք, արտաշնչենք քեզանով։ Եղիր մեր շունչը, Տեր, ամեն անգամ, որ կքայլենք այս աշխարհի մեջ, Տեր։ Ես շնորհակալ եմ, Տեր, այսօրվա համար։ Ես խնդրում եմ, որ այսօր բոլոր ներկաների միտքը, սիրտը, հոգին, ամեն ինչը բացես, որ իրանք հասկանան քո խոսքը։ Մի բան վերցնեն քո խոսքից, Տեր։ Ես խնդրում եմ, որ օգնես այս ժամերը, Տեր։ Խնդրում եմ իմ բերանը թող բացվի եւ խոսքերը դու դնես իմ բերանի մեջ, Տեր։ Ես աղոթում եմ եւ շնորհակալ եմ այս հնարավորության համար, այս կարողության համար, Տեր։ Մենք միշտ փառավորում ենք քո սուրբ անունը, Տեր։ Ես ուզում եմ, որ դու ներկա լինես ամեն վարքյան այս ժամին, Տեր։ Ես ուզում եմ քո ներկայությունը, Տեր։ Քո ներկայությունը թող լինի մեր կյանքերի ամեն վարքյանի մեջ, Տեր։ Մենք փառքերը միշտ տալու ենք Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն։ Ամեն։ Ամեն։ Ամեն սիրելի Աստծո ժողովուրդ, խնդրում եմ նստենք։ Բարի օր սիրելի Աստծո ժողովուրդ, ինչպես միշտ ես էլի խանդավառ եմ։ Ես խանդավառ եմ, որովհետև Աստված Վիկան, որ երգում էր, ուզում եմ մի հատ, վկայություն անեմ, փոքր վկայություն, իմ սրտի վկայությունը։ Վիկան, երբ որ երգում էր, ու ամեն անգամ ես զոհաբերության խոսք պատրաստած ժամանակս միշտ մի բանը կապվում է, իրա երգերը եւ իմ խոսքը գոնե մի հատիկ մի բան լինում է։ Ու այս անգամ եւ ձեզի ասեմ, ես ընդհանրապես այս երգերի շուրջ ընդհանրապես կապ չունեմ Վիկայի հետ, ես մի օր չի եղել Վիկային ասել եմ, Վիկա, ես այս ինչ բանն եմ քարոզել, այս երգի համեմատ, այս թեմայի համեմատ մի բան երգի, ոչ մի անգամ այդեն չի եղել, ինքը ստեղա վկայա, բայց, սրտիս մեջը, this is how, ոնց ասեմ, Սուրբ Հոգին սենց է աշխատում, ընկերներ, սիրելի Աստծո ժողովուրդ, Սուրբ Հոգին ամեն տեղ է, եթե մենք միաբան ենք Սուրբ Հոգու մեջ, էդի չի կարա տարբեր լինի, մեզի անգամներ մեր հովիվը սովորացրել է, որ եթե միաբան ենք Սուրբ Հոգին տեղ է, տարբեր չի լինի։ Իմ պատգամը այսօրվա համար վստահության, այդ շնչի մասին է, այդ շունչը, որ ինքը ասեց, շնչենք քո շնչով, այդ շունչը մենք վստահում ենք Աստծուն, որ մենք ներշնչում ենք արտաշնչելուց հետո էլի ենք ներշնչելու, էլի ենք արտաշնչելու, it's just mind blowing, okay? Yes, I'm mind blown. Չգիտեմ դուք ոնց, բայց ես միշտ խանդավառ եմ ու շնորհակալ եմ այդ թեկուզ այդ շունչի ինչ է, մենք սկի չենք տենում էդի կամ այսինքն մենք մի բան չենք անում դրա համար, ինքը ստիկյան լինում է, այտենց հզոր է մեր Աստվածը, եթե մենք իրան հավատանք, ինքը ստիկյան ամեն ինչ կանի մեր կյանքի մեջ, ինքը ստիկյան այդ օրդությունները մեզ կտա։ Ես փառավորում եմ իր սուրբ անունը, ես փառավորում եմ իրան։ Դուք չեք պատկերացնում ինչքան հուզված եմ ես, ինչքան, it's unbelievable, այդ ուրախությունը, այդ հանգստությունը, այդ խաղաղությունը, որ Սուրբ Հոգին է բերում, որ Աստված է բերում քո կյանքի մեջը, ոչ մի բանի հետ չես կարա փոխես։ Կայնածը տեղը արդեն դու լցվում ես, կայնածը տեղը արդեն այնքան է մեջդ ուրախություն լցվում, որ չես կարում մեջդ, բայց ես հիմա չեմ կարում մեջս պայեմ, բայց ինչև է, ես ուզեցի մի բանի մասին կիսվեմ ձեզ հետ, շոշափեմ ձեզ հետ այսօր, որովհետև իմ կարգն է այսօր, բայց միտքս կամ էդի Սուրբ Հոգին է ինձ թվում է, ինձի ասեց վստահության մասին, վստահելու մասին խոսա։ Հետո մտածեցի, այս վստահությունը շատ մեծ թեմա է, որտեղից բռնեմ, որ մի անկյունից խոսամ, որ մի մասը բացատրեմ կամ ասեմ եւ այլն, բայց չգնաց էդի մտքից, ուրիշ բան չեկա սրտիս մեջը որ խոսամ, ես էլ եւ վերնագիրը չճոխացնելու համար պարզ մաքուր լինելու համար վստահել, ոչ թե վստահություն, այլ վստահել, to trust, not trust, to trust, ճիշտ է, to trust բերում է վստահությունը, բայց այսօրվա իմ խոսքը գնալու է վստահելու եւ հավատքի մասին, որ հավատքը տարբեր է, վստահելը տարբեր է, մենք բոլորս ենք հավատում Աստծուն, այո, բոլորս ենք վստահում Աստծուն, այո,
վստահում ենք, բայց երբեմն կաղում ենք վստահության մասին, որովհետև to trust էդի action-ա, էդի գործողություն է մեզանից պահանջում, բայց հավատքը մեզանից գործողություն չի պահանջում, հավատքը գործողություն չի, հավատքը դու հավատում ես, էդի ոնց որ մի բանա դու դրան հավատում ես, քո մեջը, like specifically գործողություն պետքա չանես, բայց վստահելը այդեն չի։ Եկեք առաջի մեր սլայդը նայենք, վստահել բառը եբրայերենում բաթախ բառն է, okay, ու էդի նշանակում է այդ բառացիորեն բաթախ բառը նշանակում է ընկնել մեկի ոտի առաջ, բոլոր ուժովը դու գետին ընկնես մեկի առջև, կամ բոլոր ուժովը մի բանին հենվես, այդ իմաստը ունի բաթախը և Աստվածաշնչի մեջ էլ համարների մեջը կա այդ բառը, որ վստահում ենք իրան, obviously հիմա թարգմանումը որպես վստահել, մենք obviously վստահում ենք, բայց եթե բառացիորեն այդ բառը մենք զտենք, էդի նշանակում է մեկի ոտքերի առջևը ասենց ընկնել, ոնց ասենք թե երկար օր դուրսն ես անցկացրել, shopping ես արը, սաղ օրը shopping ես արը, you're gonna shop till you drop, չէ, you're gonna shop till you drop, ու այդենց տուն ես գալի հոգնած, սոված, կոֆե չես խմել և այլն, գալիս ես ասում ես off, like հանգստացա ու սենց թուլանում ես, բոլոր ուժըդ թողում ես ոնց որ բազգաթորի վրեն, կամ քո տեղաշորի վրեն, ոնց որ հանգստությունա, չէ, որ էդ գալի, բայց ու բաթախ բառը էդի է նշանակում, քո բոլոր ուժով է հենվել մի բանի վրեն, քո բոլոր ուժը ուժքին ընկնել գետին, էդի է նշանակում բաթախը, իսկ ես ուզում եմ ասեմ, որ վստահությունը էդի զգացմունք չի, okay, վստահությունը գործողություն է, էդի մեր հավատքն է գործողության վերածված, okay, վստահությունը մեր այդ գործողությունն է հավատքը գործողության վերածված, որովհետև մենք գիտենք հավատքը առանց գործերի մեռած է, so դրա համար այդ հավատքը start անելու համար մենք պետք է վստահություն դնենք եւ գործենք դրա համար եւ վստահությունը այդ գործողությունն է Հավատալը հավատում ենք, հավատում ենք, բայց վստահությունը այդ գործողության, այդ հավատքը գործողության մեջ դնելն է Okay, հավատքը համոզմունք է, մենք համոզված ենք, որ մեր Տեր Աստվածը մեր փրկիչն է, մեր Տեր Աստվածը մեզի ազատելու է, մեր Տեր Աստվածը մեզի տանելու է առաջ, չէ, տանելու է դեպի հավիտենություն, ու մենք հավատում ենք իր խոսքին, մենք հավատում ենք Աստվածաշնչին, որը Աստծո խոսքն է, դրան ենք հավատում, էդի մեր համոզմունքն է, okay, Հակոբոսի 2:19-ում ասում է այդ խոսքի մեջ ասում է դու հավատում ես, չէ, որ մեկ Աստված կա, լավ ես անում, դևերն էլ են հավատում ու սարսռում, դևերն էլ են հավատում Աստծուն, մերն էլ է հավատ, իրանն էլ է հավատ, իրանք էլ են հավատում, որ Աստված կա, որ Հիսուսը հարություն առե, իրանք հավատում են դրան, նա չի, որ իրանք չեն հավատում, դևերը, արդեն այդ բանը ստեղից է գալի, չէ, եթե հավատան ու գործեն Պրոբլեմ չի լինի, բայց հավատում են, բայց չեն գործում, հավատում են, բայց իրանք չեն գործում, ուրեմն այդ չգործելու մասն է տարբերվում, որովհետև իրանք էլ Աստվածաշունչն է ասում, որ դևերն էլ են հավատում Աստծուն, որ մեկ Աստված կա, մենք էլ ենք հավատում, բայց իրանք չեն գործում, իրանք այդ բանը չունեն, իրանք չեն ճանաչում, որ Աստված պետքա Աստծուն վստահել եւ Աստծո գահի առաջ պետքա իրանք երկրպագություն անեն։ Իսկ մենք դա գիտենք, մեր հնազանդությունը դա է ցույց տալի, մենք հնազանդ լինելով Աստծուն, մենք երկրպագում ենք իրան։ Մեր երկրպագությունը դա հնազանդությունն է, որ իրան ասենց բան ենք անում, ընդունում ենք, որ ինքը մեր Աստվածն է, այո, եւ մենք էլ քեզի հետևում ենք, okay? Okay, so հավատքը մեր վստահությունը հավատքի գործողություն տեսակն է, գործողություն է, էդի հանց trust-ը, ասենք թե հավատքը, էդի ոնց որ քո վստահությունը առ Աստված, էդի գործողություն դնելու մեջ է, հանձնվելու մեջ է, դու մի բան պետք է անես այդ վստահության ժամանակ, okay? Ու հավատքը խոսում է ապագայի մասին, բայց վստահությունը խոսում է ներկայի մասին։ Մենք որ երկինք եթանք,
վստահում ենք ասում, բայց արդեն պետքա այս կյանքի մեջը վստահենք, որը տեղը հասնենք, պետքա մեր գործերը ցույց տանք իրան, որ հասնենք, մենակ հավատալով չի, հավատալով լիներ շատ հեշտ կլիներ, ամեն մարդ է հավատում, դևերն էլ են հավատում, շատ հեշտ կլիներ մեր կյանքը, բայց չէ որ Աստված այնքան հզոր է մեզի այդ choice-ն է տալի, Աստված մեզի այդ կարողությունն է տալի, you know, մեր ասուգանն էլ է մեր գիտակից ասենք թե ընդունելը իրան, որ մենք ընդունում ենք իրան, կամ չենք ընդունում։ Բոլորին է խոսվում Աստվածաշունչը, բոլորը գիտեն Հիսուսի մասին, բայց ոչ բոլորն են ընդունում իրան։ Okay, 19-րդ դարում մի հատ պատմություն կա, որ Փահլևան կա, մի հատ Փահլևան, այսինքն tightrope walker, okay, էդի անունը իրա ինչա Charles Blondin։ Charles Blondin-ը 1895 թվականների ժամանակահատվածում 19-րդ դարի ինքը շատ ճանաչված մեկն ա եղել, որը տենց բարձություններից միշտ ռիսկի բաներ ա արել, Charles Blondin-ը։ Okay, so մի անգամ է եւ Niagara Falls-ի, Կանադայի Niagara Falls-ի այդ բարձության վրա ինքը ահագին քայլել ա, քանի անգամներ քայլել ա եւ ամեն անգամ քայլելուց ժողովուրդը իրան խրախուսել է, you can do it, we believe in you եւ այլն, տենց բաներ են, մենք հավատում ենք քեզ, որ դու այդ բանը կանես եւ այլն, եւ մի անգամ ինքը սայլակա բերե, որ սայլակով քայլի այդ պարանի վրայից, բայց ու ասենց ասե, բոլորը էլի իրան խրախուսել են, cheer են արել եւ այլն, որ կարաս անես, you can do it եւ այլն, ու ինքն էլ ասել է, այո, կարամ անեմ, շատ լավ, ասում է, որ լավ է, որ հավատում եք, որ կարամ անեմ, ու հետո հարցրել է, you know, cheer անողներից մեկին, կուզես քեզի դու մեջ արի նստի, քեզի դնեմ, քեզի սայլակով այնպես կողմը անցկացնեմ, ու հետա քաշվե մարդը։ Հետա քաշվե, այստեղ ինքը իր վստահությունը չի դրե, ինքը հավատացել է, որ այդ մարդը կանի, բայց չի դրե իր վստահությունը, որ ինքը այդ սայլակի մեջ նստի եւ գնա, էսի, like, I think love example, love օրինակ է, որ տարբերությունը տեսնենք, հավատացել են, որ կանի, որտեղ մարդը քանի անգամներ արել է, բայց չեն ուզեցե իրանք էթան։ So մենք պետք է անենք, եթե մենք ուզում ենք, եթե այդքան վստահեինք, ինքը արդեն կմտներ այդ սայլակի մեջը, բայց չի մտե։ Եվ մենք էլ մեր հավատն էլ է այսպես, սիրելի Աստծո ժողովուրդ։ Հավատքը այն է, որ մենք կայնում ենք ժայռի եզրին ու գիտենք, որ ասենք թե այդ սայլակը կարող է կանցնի, բայց այդ վստահությունը նստել այդ սայլակի մեջն է, ու մենք պետք է անենք Աստծո հետ էդի, մենք պետք է նստենք Աստծո սայլակի մեջը եւ վստահենք իրան, okay? Եվ եկեք տեսնենք, որ Դանիելի գրքի մեջ, երրորդ գլխի մեջը, մենք բոլորս գիտենք Նաբուկոդոնոսոր թագավորի պատմությունը, որ Սեդրակը, Միսակը եւ Աբեդնագոն իրան չուզեցին իր աստվածներին որպես երկրպագեին ու իրանց կրակի հնոցը գցեց, չէ, երբ որ կրակի հնոցը գցեց, իրանք ասեցին, որ մենք հավատում ենք, խոսքերը գրված է, ասում է մենք հավատում ենք, որ Աստված մեզի կփրկի, մեր Աստվածը մեզի կփրկի, okay, բայց հետո շարունակում են ասելու իսկ բայց նույնիսկ եթե չփրկի ով թագավոր, իմացիր, որ քո աստվածներին մենք չենք ծառայելու եւ քո կանգնեցրած ոսկե արձանին չենք երկրպագելու։ Էսի է իրանց վստահությունը, էսի է իրանց վստահելը ասում, միևնույնն է ինքը եթե նույնիսկ եթե չանի այդ բանը կամ մեր սրտի ուզածը, մենք ամեն ինչ ենք ուզում, բայց էդի բան չի, որ մենք մեր ամեն ուզածը լինի, չէ։ Էդի ասում է միևնույնն է, եթե ինքը չանի էլ էդի, մենք էլի վստահում ենք իրան, մենք էլի չենք գնա այն քայլին, որ քո կողմն ա տանում, քո սուտ աստվածներին ա տանում, okay? Հավատքը ասում է, այս սարը Աստված շարժելի է տանի այն մյուս կողմը, մենք հավատում ենք դրան, որտեվ Աստված կարող է, չէ, մենք անպայման հավատում ենք դրան, մենք հավատում ենք Աստծո հրաշքներին, էդի մեր հավատքն է, բայց ինչ ա լինում, երբ որ այդ սարը չի շարժվում տեղից, ինչ ա լինում, երբ որ քո բժշկության պատասխանը չի գալի, կամ քո թեստի պատասխանները լավ չեն եկել, ինչ ես անում դու,
վստահում ես այստեղ է մեր թեստը գալի առ Աստված մեր վստահելու իրան որ թեկուզ եւ չլինի էլ մեր սրտի ուզածի նման կամ մեր այս ռոպեյվա ուզած այս վարքյանի ուզածի նման մենք էլի վստահելու ենք քեզ մենք էլի լինելու ենք Միսակ Սեդրակ Աբեդնագոյի նման եւ էլի վստահելու ենք քեզ միևնույնն է ինչ էլ որ լինի վերջի բանը վերջնաբանը մենք էլի վստահելու ենք քեզ մենք միշտ ենք վստահելու քեզ էդի պետք է Աստծուն մենք ամեն օր ցույց տանք սիրելի Աստծո ժողովուրդ մենք էդի էլի հավատքը նայում է հերուն իսկ վստահությունը նայում է այս րոպեին քո ֆինանսները լավ չեն ինչ ես ուզում անես է դրա համար Աստծուն չհավատալ որ կարողա կլցնի քո գրբանը կամ կարողա կլցնի Աստված քո տրամաբանակը կամ քո account-ը չէ մենք պետք է միշտ վստահենք Աստծուն միշտ վստահենք որովհետև Տերը արդար է Տերը միշտ արդար է ամեն ինչի մեջ սիրելի Աստծո ժողովուրդ Հռոմեացի գլխի 13-րդ գլխի մեջը ասում է որ հավատքը բոլորին է տրված հավատքը ոնց որ Աստված ամեն մարդու իր չափով հավատք տվե Հավատքը տենց մի բան է, չենք կարա հայթայթենք էդի, չենք կարա ես շատ աշխատեմ, որ այդ հավատքը, no, այդ հավատքը արդեն Աստված քո մեջը դրել է Քո մեջը կա հավատ, բոլորիս մեջը կա հավատ եւ we're thankful for that բայց վստահելը եւ վստահությունը էդի ուրիշ բան է վստահելը եւ վստահությունը էդի ձեռք բերումով է մենք ասենք թե դուրսի մարդին դուրսի չճանաչած մեր մարդուն վստահում ենք no չենք վստահում ինչի վստահենք որ ինչի վստահենք չէ մենք միայն վստահում ենք Աստծուն բայց էդի օրինակ է որ Մենք դուրսի մարդուն, անցնող մարդուն մենք չենք վստահում, մենք վստահում ենք այն մարդուն, որ անգամներ ապացուցել է իր վարքով, իր ձևերով, ոնց որ իր հավատարմությունն արե։ Մեկ ասենք թե փորձում ես, չէ՞ մեկին, փորձում ես, մեկին մի բան ես ասում, անում է կամ չի անում, կամ համաձայնվում է կամ չի համաձայնվում, չէ՞։ Ու մյուս անգամ էլի ես նույն բանն անում, մյուս անգամ նույն բանն ես անում, ու այդտեն շարունակ, եթե այդ մարդը ամեն անգամ իր վստահությունը չի խոտորում կամ ասենք թե իր վստահությունը չի տատանում այդ քո հանդեպ, չէ, մենք վստահություն ենք ուզում ամեն մեր relationship-ների, մեր հարաբերությունների մեջը։ Օրինակ եմ տալու։ Ամերիկայի մեջ ենք բոլորս ապրում, բոլորս ունենք credit card, չէ՞։ Ունենք credit card բոլորս։ Ունենք, որտեվ տենց է, այստեղի սիստեմը տենց է, բոլորս էլ ունենք, մեկը թող չասի ես չունեմ կամ եւ այլն։ Եթե չունես, եթե ուզում ես ունենաս, history-ա քեզի պետք։ Չէ, history-ա քեզի պետք։ Էդի ասենք թե դու, ասենք թե եթե ծախսում ես եւ ժամանակին տալիս ես, տարիների ընթացքում դու history ես ապահովում լավ վարքի history ես ապահովում։ Ու էդի trust-ա ոնց որ դրա համար քեզի ասում է, okay, քեզի կտամ էսի, որտեվ տեսել եմ, որ լավ ես վարվել credit card-ի հետ, մուծել ես ժամանակին եւ այլն, խախտումներ չես արել ամեն ինչ։ Նույն բանն էլ Աստծո հետ է, Աստծո գործերի հետ է։ Մենք պետք է Ու ինչ է այս credit card-ի բանը, պետք է աշխատացնես, չէ, եթե թողես ասես, credit card ունեմ, բայց ես չեմ ուզում ծախսեմ, էդի էլ քո օգտին չի, պետք է աշխատացնես էդի, չէ, ես մի հատ ex-coworker ունեի, ամեն 6 ամիսը մեկ իր քարտերը կփոխեր, ամերիկացի ծեր կնիկ էր, մեծ տարիքով, ու ամեն 6 ամիսը մեկ ինքը իր քարտերը փոխում է, ասենք թե այս հատվածում, այսքանն էր, այս 3 քարտը rotation-ի մեջ էր դնում, հետո այդ 6 ամիս հետո այդ դրանք թողում էր, այն մյուսներին էր անցնում, որ շարունակվի այդ գործը ֆռա, պետք է դառնա այդ գործը, չէ, պետք է դարձվի այդ գործը։ Նույնն էլ Աստծո հետ, մենք history պետք է ունենանք, մենք պետք է ցույց տանք, որ լավ ձևով վստահում ենք, ճիշտ ձևով իրան վստահում ենք։ Էդի ժամանակ է մեզանից խլում, բայց էդի փոքր քայլերն է մեր դեպի Աստված, փոքր քայլերն է մեր ամեն օր գործի մեջը, չէ, չենք կարա, ես չեմ պատկերացնում, բոլորիս մենք երբեմն դժգոհում ենք, որ մեր կյանքերը եսիմինչ չեն, բայց ամեն օր ես էլի եմ ասում, եթե ամեն օր նույնն է, այո, չենք ուզում, որ
վերջավորությունը նույնը լինի, բայց եթե ընդհանուր առմամբ դու առավոտ հելում ես, արթնանում ես, գործի ես գնում, գործից տուն ես գալի քո ընտանիքի մոտ, ամեն մեկը իր տեղն է, առողջ է եւ այլն, էդի լավ բան է, նույն լինելը լավ բան է։ Կարող է մի օր գաս ընտանիքը չլինի, կարող է մի օր գաս գործը չլինի եւ այլն եւ այլն։ Լիքը բաներ, դրա համար երբեմն ես ասում եմ, նույն բանը լավ բան է, այդքան եկեք չդժգոհենք նույնությունից, չէ՞, ամեն օր նույն բանը, Okay, բա ինչ է ուզում լինի։ Կամ ասենք թե եթե լիներ ինչ էր լինելու, դրանից էլ էիր հոգնելու, սիրելի Աստծո ժողովուրդ, դրանից էլ էինք հոգնելու, որովհետև մեր մարդ տեսակը այտենց է, մենք մեր էությունն է այտենց, okay։ Եվ այո, վստահությունը ասենց ասեմ, հավատքը կառուցվածային հիմքն է, այսինքն մեր հավատքը baseline-ն է, foundation-ն է, չէ, բայց վստահությունը այդ շենքն է մենք կազմում ենք, այդ history-ն է, որ տարիներ շարունակ, օրեր շարունակ, day in and day out նույն բանը անում ենք եւ վրան կառուցում ենք մեր վստահությունը, չէ, օրինակի համար մեր հովիվը ուզում է ինձի բանանի, որ մի օր վերջի րոպեին ինձի ասի Սարին, արի ես մի բան արա ու ես չանեմ, ու էդի չի լինելու, ես ապացուցել եմ տարիներ շարունակ, որ էդի չի լինելու, I'm sorry հովիվ, չի լինելու էդի, եթե Աստծո գործի մասին է խոսում էդի եւ Աստծո տան համար է եւ էդի Աստծո համար է, ես ամեն ինչս կթողեմ էդի կանեմ, կապ չունի, վերջի րոպեին է, եթե 12:00 ես մտնելու եմ այստեղ 12:25 հովիվը ասի, մի բան եմ անելու, մի բան պետք է անեմ, պետք է ծառայեմ, Աստծո տան համար ես կանեմ էդի, կապ չունի, էդի կապ չունի, տենց է ինձ իմ հովիվը սովորացրել, որ ես միշտ պատրաստ զինվոր լինեմ Աստծո տան համար ու ես միշտ լինելու եմ Աստծո տան համար լավ ծառայող։ Եկեք 5-րդը նայենք, 5-րդ նկարը նայենք, որ ասում է Աստծուն վստահելը նշանակում է հրաժարվել իրավիճակի ելքի վերահսկելու ձգտումից, հատկապես երբ կյանքը շփոթեցնող է թվում, այսինքն մենք ես երբ որ սրանք գրում էի եւ սրանք research էի անում եւ այլն, ասենց այս մասի ժամանակ միտքս եկավ, որ անենց մամաներ կան, որ իրանք բան են, helicopter mom են, չէ, helicopter mom են կոչվում, ամերիկացիները տենց են ասում, հայերենը չգիտեմ ինչա, բայց anyways, կարող է ինքնաթիռ մայրիկ են իրանք, այսինքն ուզում են ամեն ինչի իրանք անեն, ամեն ինչի control-ը իրանք ունենան, կամ լինում է հարցեր, որ լինելու են Bridezilla, լինում են Bridezilla, չէ, Godzilla-ի փոխարեն Bridezilla են լինում, I hope ես այտենց հարց չեմ, but anyways, Bridezilla են լինում, այսինքն ոչ թե վատ մտքով կարող է, բայց մենք ոչ մի բանը ընդհանրապես չենք անում վատ մտքով, եթե ասենք թե Bridezilla են, պրոստը այնքան որ իրանք ուզում են ամեն ինչի իրանք օրը սիրուն ասի, ամեն ինչի իր տեղը լինի, բայց չէ որ կյանքը կարող է մի բանը փչանում է, կարող է մի պատահար է լինում եւ այլն, լույսն է գնում, մի բան է լինում, մի բանը կեղտոտվում է եւ այլն, չէ, պատահում է, ամեն հարցանիքին է, I think պատահում է, բայց այդ control-ը եթե մենք թողենք, մենք ավելի հանգիստ կլինենք, կամ ասենք թե ամեն առավոտ, երբ որ մենք եթում ենք միտեղ, ուզում ենք անպայման օրինակի համար ես խոստովանություն եմ անում այգես հիմա, բայց երբ որ առավոտները գնում եմ ես գործի, նետ չի որ ճանապարհը չգիտեմ, ամեն օր եթում եմ օրը տարին 365 օր գնում գալիս եմ այդ նույն ճամփան, բայց ուզում եմ տեսնեմ թրաֆիկ կա չկա, GPS-ը միացնում եմ, map-ս դնում եմ, ոչ թե որ չգիտեմ ճամփան, բայց ուզում եմ իմանամ երբ եմ հասնելու տեղ, ուզում եմ իմանամ երբ եմ հասնելու տեղ, control եմ ուզում անեմ, չէ, եթե հանգարց կարացա ճիշտ ժամանակին հասնել, կարող եմ մի քիչ ավելի գաստամ նորամ, բայց ինչև է, կատակ էր էդ, բայց ուզում եմ ասեմ, որ մենք այդ control-ի մասը պետք է մենք թողենք, որ ամեն ինչը մենք ուզում ենք տիրապետենք, մենք իմանանք վերջը ինչ ա լինելու, մենք իմանանք վերջում ոնց ա լինելու, ինչ ա լինելու, մենք միշտ էդի ենք ուզում, բայց էդի ճիշտ չի, էդի մեզի դրա համար մենք anxiety ենք ունենում, դրա համար panic attack-ներ ենք ունենում եւ այլն, չէ, բայց էդի մեզի պետք չի, արդեն կյանքը լի է դժվարություններով, մտածմունքներով, ինչի ավելորդ քեզի սթրեսի տակ դնես։ Ես, I think այս տարիքից հետո ես ինձի սթրեսի տակ չեմ դնում, չեմ ուզում դնեմ, okay, եւ խորհուրդ եմ տալի դուք էլ չդնեք, okay, եղել է, okay,
լինում է պահեր, որ չես կարում control անես, բայց էդի I think շատ լավ բան է, եթե մենք control անենք մեր զգացմունքները եւ control անենք, որ պետք չի ամեն ինչը control անենք։ Եթե մի բանն էլ այտենց է լինում, այտենց թող լինի։ Սթրեսը մենք մեր վրա ենք բերում, չէ՞։ Այտենց է, չէ՞, ամեն մարդ իր վատությունը ինքը իրան անում, ամենաշատ վատությունը ինքը եւ ստրեսից է, որ մենք լիքը հիվանդանում ենք։ Ստրեսից է, որ լիքը հիվանդություններ ենք ձեռք բերում։ Ճնշումը, շաքարը եւ այլն։ Ստրես մի եղեք ժողովուրդ, ու մենք Աստված ունենք, վստահում ենք իրան, ինչի ստրես լինենք, ինչի մտահոգվենք, եկեք չմտահոգվենք, թեթև տարեք այս կյանքը, ավելի սիրուն կլինի, ավելի պայծառ կլինի, okay? Ես actually այս վերջի տարիները, որ այտենց մի քիչ փորձում եմ այտենց անեմ, շատ լավ է կյանքս, ինչի՞ չէ որ, thank the Lord, okay? Սիրելի Աստծո ժողովուրդ, եկեք նայենք մեր 6-րդ նկարը, որը առակած գրքի 3-րդ գլխի 5-ից 6 համարները, որը ասում է ասենց. Տիրոջն ապավինիր քո բոլոր սրտովդ եւ քո հասկացողությանը մի վստահիր, քո բոլոր ճանապարհներում ճանաչիր նրան եւ նա կուղի քո ճանապարհները։ Ըստեղ մի քանի բան է ասում մեզի, որ մենք պետք է անենք, մի քանի գործողություններ է ասում, չէ՞, ասում է ապավինիր Տիրոջը քո բոլոր սրտովդ, կեսկատար գործ մենք չենք ուզում, քո բոլոր սրտովդ պետք է դա անես, եւ ասում է քո հասկացողությանը մի վստահիր, անգլերենում գրված է don't lean on your own understanding, մի հենվիր քո հասկացողությանը, եւ ասում է քո բոլոր ճանապարհներում ճանաչիր նրան, այսինքն իմացի թե ով է Աստված, okay, եւ ոչ թե մի հատ մենք գիտենք Աստված ով է ինքը մեր, այտենց չէ։ Բոլոր սրտովդ պետք է հավատաս էդի։ Եվ վերջում ասում է ինքը ինչ կանի քո համար, ասում է նա կուղի քո ճանապարհները։ Okay? Առաջին մասը մեզանից պահանջվում է, որ մենք ամբողջովին եւ բոլորովին։ Այստեղ խոսքն է ասում, Տիրոջ ապավեն քո բոլոր սրտովդ, կեսկատար գործեր մի արա։ Այսինքն մենք մեր հավատքի բաժինը այո, ճիշտ է մենք տալիս ենք Աստծուն։ Անկասկած, ես վստահ եմ, բոլորս էլ շատ լավ հավատում ենք մենք մեր Աստծուն perfect check mark արանք այդտեղից, բայց կյանքի բոլոր բնագավառներում մենք երբեմն չէ, շատ ժամանակներում կաղում ենք, այսինքն երբ որ ասենք թե Աստված մեր ֆինանսները չի հաջողացնում, կամ ասենք թե ընտանիքում մի խնդիր կա, կամ ասենք թե մի հատ բժիշկի ես գնացել լավ չի եկել, մենք ուզում ենք այդ ամեն ինչը, մեր ընտանիքը, մեր երեխեքը, մեր ֆինանսները, ամեն ինչը control անենք, էդի դուր չի գալի Աստծուն։ Աստված ասում է բոլորովին, եթե դու մենակ հավատքի համար ես, այդ քո ապագայի հավատքի համար ես անում, բայց դու այս կյանքն ես ապրում, չէ՞, այս կյանքի մեջ է ապացուցի, որ դու լիովին իրան ես տրված, այս կյանքում ապացուցի քո history-ին ցույց տուր Աստծուն, կամ Աստված թող քո history-ի մեջը գա, մենակ ոչ թե դու ցույց տուր, Աստված թող գա քո history-ի մեջը, որ ուրիշները տենան, ասենք թե Աստված քեզի գնահատի դրա համար, ոնց որ մենք credit card-ները երբ որ դիմում ենք, ասում են you don't have history, you have a short history, կամ вообще չունես եւ այլն, չէ՞, նույն բանը, it's the same concept, okay, ու ասում եմ մի հենվիր քո հասկացողությանը, okay, երբ որ մենք բարակ բանի վրա ենք հենվում, էդի կարաչ ջարդվի, եթե իմ նման լիքը մեկը լինի, հաստատ էդի կջարդվի, չէ, բայց երբ որ մենք ամուր բանի վրա ենք մեր հոգսը դնում, ամուր բանի վրա ենք մենք հենվում, դրանից չենք բան լինում, որ հեսա մի բան կլինի, դրա համար Աստված պետք է լինի այդ մեր ուժեղ հենարանը, Աստված պետք է լինի այդ զորավոր հենարանը մեր համար, որ ամեն ինչով մեծ, փոքր, բոլոր մեր պրոբլեմներով, բոլոր մեր կյանքի ամեն ելևեջների մեջը մենք իրան դնենք, իրա վրա վստահենք, այնքան ուրախություն կբերի ձեր կյանքի մեջը, ճիշտ է, նույն բանը Աստվածաշունչը չի ասել, որ Աստծուն հետևելը կամ Աստծուն հավատալը շատ հեշտ կլինի, կամ բոլոր Աստծո եկողները հարուստ են լինելու, no, Աստված ասել է իմ ճանապարհը նեղ է, այտենց է ասել, Մարդը պարզ ասել է, ես չգիտեմ էլ ոնց բացատրի մարդը մեզի, you know, Հիսուսը ոնց բացատրի, ասում է, որ իմ ճանապարհը նեղ է, կամ ամեն ինչը թող հետևիր ինձի, այտենց վստահեցին աշակերտները իրան, չէ, իրանց նետերը իրանց գործը թողեցին, հետևեցին Հիսուսին, ու մենք է պետք է այտենց անենք, obviously պետք չի մեր գործը թողենք, բայց միևնույն ժամանակ ամեն մեր գործի մեջ էլ իրան վստահենք, մեր գործի մեջ էլ, մեր ընտանիքի մեջ է վստահենք, պրոբլեմ կա մեր ընտանիքի մեջ, ում ընտանիքի մեջը չկա,
Ամեն ես ընտանիք չեմ ճանաչում, որ խնդրեմ չունի։ Իրա չափով։ Եվ այդեն չի որ այսօր քեզի, այսօր ինձի մույսորը քեզի եւ այլն, այդպես է կյանքը, it's a կֆռումա։ Այդեն չի որ just because մենք Աստված ունենք, մեզի մենք անձեռնմխելի ենք or something։ Չէ, այդեն չի։ Մենք էլ ենք մարդ, մենք էլ ենք այս երկրի վրա ապրում, բայց երբ որ փորձությունները մեր կյանքի մեջը գալիս են, մենք ավելի լավ ձևով ենք հելնում դրա մեջից 100%, փորձություն չկա որ դու մեր դրա մեջից չհելես, համբերելով, վստահելով քո հավատքով, քո Աստծով, ձև չկա որ Աստված չհանի, եւ ինչ էլ որ լինի, հիշեք, ամեն ինչը քո օգտի համար ալինելու, okay, ամեն ինչը մեր օգտի համար ալինելու, ու անեն չի որ պետքա մենք ճանաչենք ասում է ճանաչիր քո Աստծուն, էդի անեն չի որ հա մենք ճանաչում ենք նո լիովին պետքա ճանաչենք պետքա իմանանք իր խորությունը իր մեծությունը իր իմաստությունը այդ ամեն ինչը եւ իրան հանձնվենք վիկան իր պատգամի մեջը խոսած յադայի մասին հանձնվելու մասին այ այտենց պետքա յադա հանձնվենք Հիսուսին, ամեն ինչը տանք իր ձեռը, ամեն ինչի մասին գալու են բաներ, անպայման գալու են, բայց դրա մեջից Սուրբ Հոգով, Հիսուսով, մենք իրան հանձնվելով, այդ պրոբլեմի շուրջ, այդ հարցի շուրջ, հաղթական ենք մենք հելելու 100%, okay? Եվ ինչպես ասեցի, էլի պետքա կոնտրոլը թողենք մեզանից, այդ կոնտրոլն է, որ մեզի սթրեսի մեջ է մտցնում, չէ, սթրես ենք անում դրա համար, որտեվ ուզում ենք, որ անպայման այդ մեր իմանանք ինչ ա լինելու, էդի պետքա մենք թողենք այդ կոնտրոլը, որ ավելի թեթև լինենք, եւ մեր history-ն obviously Աստծո հետ պետքա միշտ շարունակական լինի, շարունակելու ենք էդի մեր Աստծո հետ, որովհետեւ եկեք հիշենք Դավիթին, սիրելի Աստծո ժողովուրդ, Դավիթը, երբ որ Սավուղը եկավ եւ ասեց, որ փղշտացիների հետ կռիվ են անում եւ այլն, ինքը ասեց, սենց ասեց ինքը, որ այն Աստված, որ ինձի առյուծի եւ արջերի ձեռքերից իրանց ձեռքերից ազատելա, ստեղից եք ազատի։ Իրա history-ն հիշեց Աստծո հետ։ Ինչի մենք history չունենանք Աստծո հետ, սիրելի Աստծո ժողովուրդ, բայց այս history-ն ունենալու համար մենք ամեն օր պետքա քայլենք Հիսուսի հետ։ Ամեն օր պետքա մեր ամեն արարքի մեջը Հիսուսը պետքա լինի։ Անեն չի որ սենց ոնց որ Աստված չի ուզում զամբի նման առավոտից իրիկուն մենակ իր հետ խոսած։ No, էդ էլ ճիշտ չի, չէ, բայց որտեվ դու մարդ ես, մարդ արարած ես, այս աշխարհի մեջ ես ապրում, բաներ ունես you know, responsibility-ներ ունես, պետքա take care անես եւ այլն, բայց միևնույն ժամանակ այդ օրվա ընթացքում դու իրան չմոռանաս, քո գործի տեղը մի մոռացի Աստծուն, մի հատ դեպք կա լինում գործի տեղը հիշի Աստծուն, չէ, քո history-ն շատացրու Աստծո հետ, որ վերջում քո համար լավ լինի, որ իմանաս, որ եթե Աստված այսքան վաղ, այսքան տարիներ ոչ մի անգամ սխալ չի արել քո հանդեպ, այս անգամ չի անի, եթե դու փորձության մեջ ես։ Ինչ պետք է անենք, մենք ուզում ենք տեսնենք բոլոր ոնց որ լրիվը, բոլոր ստեպները, մենք Աստծուն ասում ենք, մեզի բոլոր ստեպները ցույց տուր, որ մենք առաջի ստեպը անենք, մեզի ցույց տուր, tell me about it, որ ես անեմ այդ առաջի քայլը թե չէ, բայց մենք վստահությունը ըստեղ է գալի, վստահությունը հավատքից զատ ըստեղ է գալի, որ մենք չենք ուզում բոլոր picture, we don't want to see the whole picture, լրիվ պատկերը չենք ուզում տենանք, որովհետև Աստված ասում է, եթե իմանայիք իմ իմացած բաները կխելագարվեիք, չէ, մենք չենք ուզում խելագարվենք, մենք մենակ մեր հաջորդ քայլն ենք ուզում իմանանք, իմ հաջորդ քայլը ինչ է, Տեր Աստված, ուզում եմ ես իմանամ, okay, Սաղմոս 119-ի 105-ում ասում է, քո խոսքը ճրակ է իմ ոտքերի համար եւ լույս իմ ճանապարհի համար։ Ճրակը ինչ ա եղել։ Lamp ա եղել հին ժամանակներում, որ մարդիկ օգտագործեն, որ իրանց լույս տա։ Thank the Lord այս լույսերի համար հիմա։ Thank the Lord։ Էդ էլ է մի բան, չէ։ Նայեք, պարզ լույս է, մենք we take it for granted, անես մի բան է, որ մենք կարծում ենք, որ միշտ ունենալու ենք լույս, այդեն չի։ Կարող է մի օր գալ լույս չունենանք։ Բեյրութում երբեմն լույսը գնում գալիս է, մարքեթում քարտդ քշում ես, մեկ է լույսերը գնաց, բայց մարդիկ շարունակում են իրանց գործը, շարունակում են իրանց քարտերը, իրանց շոփինգը, ռեստորանում նստած կլինես, switch off կլինի, okay? Պատահում կլինի forever բանանը լույս չունի, բայց ինչև է,
բայց պատահում է, չէ, այստեղ էլ լինում լույսերը գնում է, մի բանը վառվում է, մի բանը պայթում է, մի բան լինում է, լույսերը գնում է, կամ սխալմունք ա եղել գնում է, բայց այդ ճրակը, որ ունենաս, այդ փոքր ճրակը, անեն չէ, որ ամենտեղ լուսավորում էր, նո, փոքր ճրակը մենակ առաջի ստեփն էր, մենակ իմանամ, որ ուր եմ իջնելու, իմ ստեփս ուր է լինելու, այդտեղն է, սո մենակ մեզի պետք է մեր հաջորդ քայլը, ոչ թե լրիվ քայլը, հաջորդ քայլը, ու եթե Աստված քո ճրակն է, Աստծո խոսքը քո ճրակն է, դու կունենաս այդ հաջորդ քայլը, դու կանես, դու կգնաս այդ հաջորդ քայլին, okay? Ու եկեք տեսնենք, թե ինչ է լինելու, երբ որ ինչ է Աստված ասում, երբ որ մենք իրան չենք վստահում, Աստված շատ խիստ բան է ասել, մենք իրան չվստահելու մեջ, մենք ամեն անգամ հավատում ենք ու ասում ենք վստահում ենք, բայց եկեք գործի տնենք էդի, որովհետև մեր կյանքը ավելի լավ կլինի, ավելի իսկականից ավելի լավը կլինի, I don't know how to say it, բայց ուրիշ ձևով ոնց բացատրեմ, որ իսկապես վստահեք Աստծուն, ձեր քայլերը դրեք Աստծո մեջ, իրա խոսքը թող լինի ձեր հաջորդ ստեփը, իրա խոսքը որ ունենաք, արդեն կիմանաք ինչ անեք, եւ եթե ձեր history-ն ցույց տաք, ձեր պատմությունը ցույց տաք Աստծո հետ, ինչի վախենամ ես չեմ վախում, ինչի վախենամ, Աստված անգամներ շարունակ ինձի լավ բաներա ցույց տվե իմ կյանքի մեջը, անգամներ շարունակ ինքը ինձի փորձություններից ահանե, ավելի լավ ձևով ահանե, ինչի ես մտածեմ ավելորդ, ինչի ես մտահոգվեմ ավելորդ, ինձ պետք չի էդի, ինձ պետքա իմանալ, որ իմ Աստվածը ես վստահում եմ, կապ չունի ինչ կլինի, վատն էլ գա, Էլի ես վստահելու եմ Աստծուն, էդի քեզի will set you free, քո միտքը հանգիստ կանի, եկեք տեսնենք Երեմիա 17-րդ գլխի 7-ից 8 համարները ինչ է ասում, երբ որ մենք իրան չենք վստահում, ինչ է լինելու, ինչ կլինի, եթե չվստահենք լիակատար իրան, մենք վստահում ենք մեր ուզած տեղերը իրան, պետք չի այդպես անել, մենք պետք է ամեն ձևով իրան վստահենք, ամեն անկյունից, ամեն բնակավարից, ընտանիք, հարաբերություն, եկեղեցի տուն, տեղ, ֆինանսներ, կապ չունի, ընկերներ, քուր, աղբերներ, ամեն ինչի մեջը իրան պետքա վստահենք, ոչ թե մենակ մեր հավատքը, վստահում ենք Աստծուն, okay, no, ամեն ինչի մեջը պետքա անենք։ Երեմիա 17-ի 7-ից 8-ը ասում այսպես. Օրհնյալ լինի այն մարդը, որ Տիրոջն է վստահում, եւ Տերն է նրա վստահությունը, նա ջրերի մոտ տնկված մի ծառի նման կլինի, նա իր արմատները կգցի գետի մոտով եւ չի տեսնի տաքության գալու ժամանակը, նրա տերևները կանանչ կլինեն, երաշտի տարում նա չի մտահոգվի եւ չի դադարի պտուղ տալուց, եկեք սրան ամեն ասենք, եկեք սրան ամեն ասենք։ Oh, I'm sorry, պետքա կներեք, պետքա կարդայի 5-ը, ես ինձանից առաջ անցա, ասում եմ, այդ մասը ուր է, սխալ կարդացի, բայց եկեք 5-ից 6-ը սկիզբը կարդանք, հետո այդ լավ մասը կարդանք, մի անգամ ևս։ 5-րդ խոսքը ասում է այսպես է ասում Տերը, Տերն է ասում, մենք չենք ասում, ոչ մեկը չի ասում, թող անիցյալ լինի այն մարդը, որ իր հույսը գտնի մարդու վրա, ապավինելով նրա մարմնին ու բասկին, իսկ նրա սիրտը կապստամբի Տիրոջ դեմ։ Նա կլինի ինչպես վայրի մոշին անապատում եւ երբ բարիքը գա, չի տեսնի, այլ կպնակվի անապատի չոր տեղերում, անմարդաբնակ աղոտ երկրում։ Ասում է անիցյալ կլինի այն մարդը, որ Աստծուն չի վստահի։ Եկեք էսի թող մեզի սարսափացնի մի ձևով, սիրելի Աստծո ժողովուրդ։ Ես չեմ ուզում վախացնեմ ձեզի, obviously, չեմ ուզում, ես էլ ինքս էլ չեմ ուզում վախենամ, obviously, բայց եկեք անենք Աստծո խոսքը։ Մեր լրիվ կյանքը պետքա Աստծո խոսքին տանք։ Էդի ինչ որ խնդիրներ էլա մեր կյանքերում լինում, էդի մեր անհնազանդությունից է։ Միտեղ մենք անհնազանդ ենք եղել։ Միտեղ ոնց որ բաց ենք թողել, դրա համար էդի ներսա մտե։ Չէ որ թշնամին մեր դրան առաջը կանգնած է։ Մի չրտ բաց թողենք ինքը ներս է մտնելու, մի արանքը բաց թողենք ինքը ներս է մտնելու, նույնպես ստեղ պետքա վստահենք մեր Աստծուն, եթե չվստահենք մենք ենք տուժելու, ինչի տուժենք մենք,
Ինչի տուժենք մենք, հետո էլ ասենք Աստված ասեն չարեց, Աստված ընեն չարեց եւ մեղադրենք իրան, կամ նեղանանք Աստծուց։ Այդ ինչ բանա, որ մենք պետքա նեղանանք Աստծուց։ Կամ մենք ով ենք, որ նեղանանք Աստծուց։ Մենք ինչ ենք մենք մեզանից ներկայացնում, մի հատ է նեղանում ենք այն հզոր Աստծուց, nothing։ Չէ, բայց Աստված մենք մի բան չներկայացնելով պրոստը մեր հնազանդությամբ իր խոսքին ինքը մեզի բարձրացնում է, ինքը մեզի ջրերի մոտ է տանում, որ մենք միշտ կշտանանք, ինքը մեզի միշտ պտուղներ է տալի, անկասկած Աստված մեզի պտուղներ է տալի, դուք չեք պատկերացնում Աստված ոնց է ամեն ինչը դասավորում, որ լինի ի օգուտ քեզ, որ լինի ի օգուտ քեզ քո հավատարմության, քո հնազանդության համեմատ։ Եկեք թեթևակիորեն չնայենք սրան, սիրելի Աստծո ժողովուրդ։ Ես էլ եմ, I'm guilty, ես էլ եմ մեղավոր դրա մեջ։ Մենք թեթևակիորեն ենք նայում է դրան, որտեղ ոնց որ այդ հոսքի մեջը մտնում ենք այդ մեր կյանքի եւ այլն, բայց էդի պետք է այդեն չլինի, էդի պետք է անենց լինի, որ մենք վստահենք ամեն մի քայլափոխին մեր Աստծուն, որովհետեւ ինքը մեզի երբեք չի թողի։ Ու 6-ից հետո ասում է, եթե անիցիալ է լինելու այն մարդը, որ չի վստահում լիովին Աստծուն, բայց հետո ինքը ասում է, որ օրհնյալ է այն մարդը, որ Տիրոջն է վստահում, եւ Տերն է նրա վստահությունը։ Եկեք ծավ տանք մեր Տիրոջը, որ կարանք այդ ձևով մենք իրան վստահենք, այդ վստահությունը կարանք էդի ձեռք բերենք, էդի ամեն մեկիս համարա, եթե մի բանը մենք չենք վստահում Աստծուն կամ մեր ուզած ձևով չի լինում, մեղավորը մենք ենք, ոչ թե Աստված, կամ մեղավորը քո կնիկը, մարդը, երեխեն, տունը, տեղը չի, մենք ենք մի բան սխալ արել, կամ է Աստվածը տենց է կամեցել ու տենց է եղել եւ վերջ, ընդունիր Աստծո խոսքը ոնց որ ինչպես կա, ասենք թե շատ մարդիկ, էլի եմ ասել ինձ թվում է, բայց շատ մարդիկ չգիտեմ ինչ հրաշքներ են ուզում որ հավատան կամ եսիմ ինչ մեծ բոցեր են ուզում տեսնեն եւ այլն որ հավատան Աստված կրականեց no Աստված ասում է պարզ հավատք ունեցեք երեխեքի նման պարզ հավատք ունեցեք պարզ մաքուր հավատք ունեցեք հավատացեք ձեզանից ինչը նայեք եթե չեք հավատում Աստծուն էդի նշանակում է ուրիշ բանի եք հավատում միևնույնն է հավատում եք Չէ, եթե Աստծուն չես հավատում, ուրիշ մի բան ես հավատում։ Էջեսներն էլ են հավատում, որ Աստված չկա, հավատում են, որ Աստված չկա, էլի հավատում են մի բանի, չէ։ Ավելի հեշտ է կյանքը լինելու, եթե հավատաս Աստծուն։ Okay. Եվ 9-րդ խոսքը նայենք, որ էլի հավատքի մասին մի երկու խոսք է նայենք, եւ ասում է Որ օրը, որ կներեք, Սաղմոս 56:3 ասում է, որ օրը, որ վախենամ, հույսս քեզ վրա պիտի դնեմ։ Ինչի ես վախենում, այ Աստծո մարդ, ինչու ես վախենում, մի վախեցի, եւ որ օրն էլ հանգարց, որ վախենաս, որ ասում է, ընեն չի, որ չես վախենա, եթե վախենաս, էլի վստահիր Աստծուն, անգամներ մեր հովիվը ասել այս խոսքը մեզ, որ օրը, որ վախենամ, հույսս քեզ վրա պիտի դնեմ, եւ եկեք նայենք Սաղմոս 91:1-ից 2-րդ համարները ինչ է ասում, Նա ով բարձրյալի պաշտպանության տակ է ապրում, ամենակարողի հովանու ներքո հանգիստ է գտնում, ես կասեմ Եհովային, դու իմ ապաստանն ու իմ ամրոցն ես, իմ Աստվածը ում վստահում եմ ես, Like, you cannot believe that. Ես ուզում եմ, որ վստահենք Տիրոջը, ոչ թե միայն հավատանք, եւ երբ որ վստահենք, էդի ցույց կտա մեր հավատքի բարձրացած աստիճանները, էդի անպայման ցույց կտա մեզի, որ մեր հավատքը բարձրացել է եւ ոչ թե միայն հավատքի մեջ մնացել, այլ նաեւ մենք անցել ենք վստահության, գործողության, որովհետեւ ասենք թե մի հատ եթե բիզնես ես ուզում սկսես, չէ, անեն չի որ գործողություն ես անում բիզնեսը սկսում, no, մի հատ
բան ես ունենում, պատկերացում ես ունենում, այս սիստեմ ես ուզում կառուցես այդ բիզնեսի վերաբերյալ ու հետո անցնում ես գործի, չէ, կոնցեպտն ես բերում, հետո անցնում ես գործի, հավատքն էլ ատենց, մենք հավատում ենք Աստծուն, Աստծո խոսքին 100%, Անեն չի որ հավատք չունենք, ամեն մարդ էլ ունի, դևերն էլ տեսանք որ ունեն, բայց միևնույն ժամանակ պետքա մեր գործողությունը ցույց տանք, action-ի դնենք, ասենք թե մարդու սրտերը լիքը բաներ կա, բայց միևնույնն է Աստծո բաներն են լինում, այսինքն եթե գործողություն չանես, այդ սրտիդ ուզածը չի լինելու, սրտիդ ուզածը չի լինելու, որովհետև գործողություն չես դնում վրան։ Ուզում եմ ասեմ եկեք սիրելի Աստծո ժողովուրդ լիովին ամեն ձևով control-ը թողենք, որ մենք stress չանենք մենք մեզի պանիկայի մեջ չդնենք եւ վստահենք մեր Աստծուն ամեն մի օրվա ճանապարհի ընթացքում մենք վստահենք իրան։ Մույս step-ը իմանանք մեզի այսքան հերիքա։ Մեզի լիովին հերիքա հաջոր, որտեվ հաջոր step-ը լինելու, ասենք թե այն մույս step-ը կիմանաս, այն նիանես, այն մույսը կիմանաս, մի անգամից լրիվը գա, you will be overwhelmed, տակն ես մնալու այդ լիքը բաների տակը, ու ասես չեմ կարում անեմ, չեմ հասնում եւ այլն, okay, բայց ատեն չէ, step by step, նիհարելն էլա, step by step ալինում, չէ, չենք կարա մի անգամից 100 բան նիհարենք, step by step, մեկ ենք նիհարելու, Ինչև է սիրելի Աստծո ժողովուրդ, իմ խոսքը վստահության մասին է, ես ուզեցի share անեմ իմ սրտի դրածը, որ եկեք վստահենք լիովին, մենք ու իմանանք ինչպես վստահենք, ոնց անցնենք այդ հավատքից դեպի այդ վստահությունը, որովհետև վստահությունը այդ գործողությունն է մեզնից պահանջվում ամեն րոպե, ամեն բնագավառի մեջ, մեր կյանքերի մեջը։ Ես փառք եմ տալի Աստծուն, որ մենք կամաց մեր ստեպները ավելի մեր վստահության ավելի է բարձրանում։ Եվ ինչքան որ հնազանդվենք, ինչքան որ իրան ապավինենք եւ մեր բասկին, մեր մտածելակերպին մենք չվստահենք, ինչքան իրան վստահենք, մեր կյանքը ավելի լավ, ավելի բարգավաճ կլինի բոլոր բնագավառներում։ Okay? Ու սրա համեմատ ես ուզում եմ մի դեպք ասել, որ պատահել է։ Երևի մի ամիս առաջ մեր գործի տեղը լիքը մարդ գործից հանեցին։ Okay? Մի 25-30 հոգի գործից հանեցին մեր գործի տեղը։ Ու անեն ստացվեց, որ հենց տեսան աշխատողները հենց տեսան որ գործից են հանում, ասենք թե մարդկանց, բոլորը պանիկայի մեջ ընկան, բոլորը ստրես ապրեցին, բոլորը սկսան ուրիշ գործեր նայել, մի քանի հոգի արդեն իսկ նայում էին, իրանք էլ հելան ասեցին, ճիշտ ժամանակն է հելելու, հաջողություն ձեզ, գնացին, իմ սուպերվայզերս էլ հելավ, ինքը ուզեց հելել ճիշտը որ ասեմ, ինքը գնաց, okay, ոնց որ ինձանից առաջ կարամ ասեմ, այդ երկու անձինքը որ գնացին, վախեցան եւ այլն գնացին։ Ես իմ տեղը իմ գործս նույն ձևով, ինձ ասված սովորացել է, մնա քո տեղը, արա քո գործը։ Ես մնացի իմ տեղը, արեցի իմ գործս։ Ու լիքը sense բաներ, անախորժ բաներ եղա, very tense situation, I'm sure բոլոր կամպանիներում է լինում են, գործից են հանում, լավ չեն վճարվում եւ այլն, ամեն բաները, սխալները մի անգամից մեջտեղ կհելի, չէ, միջև լավ էր, հիմա սխալները մեջտեղ է հելում, ինչևէ, եկավ անցավեսի, այդ մարդիկը, որ իմ հավասար գործ էին անում, so հիմա իմ գործը շատացավ, ես լիքը գործ ունեմ, փառք Աստծո, Ես չեմ բանանում, որ լիքը գործ ունեմ, անպայման, փառք եմ տալիս, դա օրհնություն է իմ համար, ես սիրում եմ իմ գործը, ես անում եմ իմ գործը, եւ բոլորը տեսնում են դա, ոչ թե միայն Աստվածած տեսնում, բոլորն են տեսնում դա գործի տեղը։ Ինչևէ, եւ մեզի ռեյզեր էին տալու, բոլորինը լավ չէին տվել։ Իմս անցած տարվանի համեմատ, որ բոլոր բաներն այս, բոլորից լավ էր, բոլորից լավը իմս էր, բայց էլի էլ ավել էի սպասում, ինչի այդքան հիմա լիքը գործ եմ անում, ավելի քիչ վճարվեմ, no։ Մեր HR-ին ասեցի, ոչ happy եմ, ոչ է տխուր եմ, մեջտեղն եմ,
Ինչքան շատ, այդքան լավ, բայց չեմ դժգոհում ուրիշների նման, like էդի big deal հենց այս րոպեին չեմ սարքի, որտեվ իմ բանիս մեջը չի էդի, խասյաթս չի, էդա աման բողոքեմ, համե ինչ ասեց, մի անգամ մեր Կարինե քուրը զոհաբերության խոսքի ժամանակ ասեց, երբ որ բողոքում ես, քո խելքը փոքրանում է, կարճանում է, no, I'm not gonna do that, my brain is not shrinking, it's getting bigger, okay, my brain will not shrink, yes չեմ դժգոհելու, ես ասված ունեմ ինչի դժգոհեմ, like, անմիտ կլինեմ եթե դժգոհեմ, Էդի jokes aside, but ինչև է, ու ոնց որ այս խոսքը գնաց է, ես չէի ասե, որ հելլելու եմ գործից, կամ ես իմ ինչ, չէի ասե, մեր տերը, մեր բիզնեսի տերը, Այն օր առավոտը դուրս ծեցեց իմ օֆիսի դուրը, եկավ ներս, բալասել եմ, լիքը գործ ունես, you're overwhelmed, ուզում ես գործիցել ես, I'm like, excuse me, ով ասեց ուզում եմ գործիցել եմ, ասեց ես չեմ ասե գործիցել եմ, լիքը գործ ունեմ, այո, բոլորը թողեցին գնացին, լիքը գործ մնաց, ու այլի իրան ասեցի, ես իմ գործը սիրով եմ անում, ես սիրում եմ իմ գործը, եթե այդ օրը, որ ես չսիրեմ իմ գործը, ես կհելեմ այդ գործից, վախենալու բան չունեմ, ու նետ չէ, որ բոլորի նման վախեցա ու պետքա հելեմ, no, ինչի հելեմ, բոլորը գնացին, մեյդանը ինձի մնաց, ինչի համար եմ եսի ասում, Ճիշտ է, որտև իմ բանս ոչ թե բարձացա, բայց իմ արած գործս ավելի հարգի եղավ։ Չէ, ես բայց նույն գործը ես անում էի, իրան կային, չկային, ինձի տարբերություն չէր անում։ Ես էլի իմ գործս անում էի, եւ այդ գործը անելով եկավ ու վախեցած ու ոչ մեկին չի։ Այն մույս մի հատ աղջիկը որ գնաց, ուրիշ մի հատ աշխատող, որը Իրանից է լիքը բաներ ես սովորե։ Էդի որ գնաց, մեր բոսը չէր գնացե Իրան ասե, ինչի ես էթում, ինչա պետք, ինչ կարանք անենք քո համար, որ մնաս։ Այդպես բան չասեց, բայց հենց որ ինքը գնաց, բոսը իմ մոտ եկավ եւ ասեց լսեցի resign ես անում։ I'm like, չէ, resign չեմ անում։ Լիքը գործ ունեմ, լիքը բան կա, մարդ ա պետք, օգնություն ա պետք, բայց անեն չի որ resign եմ անում։ Ասեց, երբ որ resign անես, արի ինձի ասա, արդեն վախեցել էր։ Ասեցի, չէ, resign չեմ անում։ Նայեք, ամեն ինչը փողով չի չափվում։ Ճիշտ է, ես հասկանում եմ, մի օր գա կարող է ինձի եք ասեն, բարև ձեզ, հաջող ձեզ։ Կարան ասեն, տենց է, գործի կյանք է էդի, ես հասկանում եմ էդի, բայց միևնույն ժամանակ ես իմ character-ը, ես իմ վստահությունը առաստված, իմ հավատքը առաստված, դրա համար չեմ տատանի, ոնց ասեմ, դրա համար չեմ խզի ոնց որ իմ կապս Աստծո հետ կամ ասենք թե վստահությունս որ Աստված ինձ ավելի լավը կտա եւ ավելի եւ HR-ը ասեց խոսալու եմ այն մույս բոսի հետ որ ավելի լավ վարձատրվես բարձացումից վրա էլի բարձացում չէ ինչի չէ որ բայց եկեք այս դրան նայենք ես միշտ խոնարհությամբ եւ միշտ Ինչ էլ որ տվել էին, այդ ինչքանը որ բարձացնել են, թեկուզ կարող է մի երկու կոպեկ լիներ, ես էլի գոհ էի դրանից, որով կարող է էդ էլ չտային, չէ, միշտ լավից լավը կա, վատից վատն է կա, միշտ էդ տենց է, բայց ինչ եմ ուզում ասեմ, ուզում եմ ասեմ, որ տեսեք, իմ վստահությունը առաստված, իմ հավատքը կար, անպայման կա, միշտ կա, իմ վստահությունը առաստված, որ ինձ մի բան չի լինի, եթե ես մնամ իմ տեղումը, իմ հնազանդորեն իմ գործս անեմ եւ այդպես էլ եղավ։ Դրա համար ուզում եմ ասեմ, ձեր գործի տեղն էլ վստահությունը կաշխատի, ուրիշ տեղն էլ կաշխատի ձեր կյանքերի մեջը։ Ու սա վախում եմ, որ հանգարց ես հելեմ գործից։ Դրա այդ եմ ուզում ցույց տամ, ոչ թե որ մենակ գումարն է կարևորը, չէ, բայց միևնույն ժամանակ քո value-ն, քո արժեքը, չէ, ինչի ես անարժեք լինեմ իմ գործի տեղը, no, բայց ուզում եմ սենց ասեմ, Երբ որ Աստված ունես, քո արժեքը ոչ մի տեղ չի ընկնի։ Քո արժեքը միայն կբարձանա ամեն իրավիճակի մեջ։ Ու իմ բոսս ասում, ամեմատ ու ես շատ cheerful էի, ասում է ինչի չես գալի, բոլորին ասենց ուրախացնես, cheer անես, ասում է ես տենում եմ, որտեվ վատ բաներ եղավ, չէ, գործից հանեցին, սիրուն բաներ չէր եւ այլն, բայց բոլորը ասում է տենում են ինձի,
գնում են քչփչոց են անում եւ այլն, խոսում են ամեն ինչի մասին։ Ու ասենք թե եթե մարդիկ կային իրանց չեր ազդե այդ գործը, իրանք էլ ուզեցին հելլեն, վախեցան որտեվ ես ինչի վախենամ։ Ես հզոր Աստված ունեմ, ինչի վախենամ։ Ես ինչի վախենամ, ինչի չվստահեմ իմ հզոր Աստծուն։ Ինչի, ու Աստված տարիների ընթացքում իմ history-ին, իմ այս հավատքի ճանապարհի մեջ սովորացրել է վստահել իրան։ Քանդվում է շենքը, քեզի բան չի լինելու։ Քանդվում է գործի տեղը, կապ չունի, ավելի լավն ես գտնելու։ Ձեր մտքից այդ վախը հանեք, որ բռնել եք ու չեք թողում։ Այդ վախը հանեք ու ես այնքան շնորհակալ եմ Աստծուն, որ դուք չեք պատկերացնի։ Չեք պատկերացնի, որ ինչքան գոհաբանություն կա իմ սրտի մեջ, ինչքան հնազանդություն կա առ Աստված, որ այդ Աստվածը, որ ինձի ամեն օր կերտում ավելի լավ մարդ լինելու համար, ամեն տեղ, ոչ թե միայն ընտանիքի, ընկերների, ամեն տեղ, ու Աստված է նույնը ձեր համար կարա անի, ձեր գործերը այնքան կհաջողի, որ դու չես իմանա ոնց ուրախությունը մեջդ պահես։ Ու եկեք Հռոմեացիների 8-րդ գլխի 28-ը կարդանք եւ ասենք. Բայց գիտենք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն եւ կանչված են նրա կամքով։ Եկեք փառք տանք մեր Աստծուն, որ ինքը այսքան հզոր Աստված է։ Մեզի ձևերա ցույց տալի, մենք որ սովորենք, մեզի ճանապարհներա ցույց տալի, որ իրան ապավինենք բոլոր սրտովը մեր հասկացողությունը մեր վրա չդնենք։ Ես հասկացողությունս իմ գործի տեղը չէի դրել, իմ բոսիս, հույսս իմ բոսս չի, հույսս իմ Աստվածն է, իմ վստահությունը իմ Աստվածն է, ուրիշ մեկը չի, իմ մաման, պապան չեն իմ վստահությունը, ես չեմ իմ վստահությունը այն Աստվածն է, որ ինձի ուժ ա տալի ամեն օր աշխատեմ, ուժ ա տալի առողջ լինեմ, ուժ ա տալի իրան հավատամ, իրան վստահեմ։ Եկեք վերցնենք մեր ամենալավ զոհաբերությունները, սիրելի Աստծո ժողովուրդ, վերցնենք եւ գովաբանենք իրան եւ շնորհակալ լինենք եւ փառք տանք իրան իր բոլոր բարիքների համար, իր բոլոր բարիքները, որ անում է մեր կյանքերի մեջ, փառավորվի մեր Աստվածը, փառավորվի Աստված եւ եկեք չմոռանանք, որ մենք պետքա վստահենք իրան, մեր հավատքը պետքա բարձրացնենք, մենք պետքա գործողությունը մեր ցույց տանք, փառավորվի մեր Տերը։ Տեր, ես գալիս եմ քո առաջ, քո սուրբ անունով, Տեր, ես շնորհակալ եմ այս ժամերի համար, Տեր, ես շնորհակալ եմ այս վարքյանների համար, որ դու պարգևում ես մեզ։ Մենք ուզում ենք քեզանից ավելի վստահ լինենք, Տեր, մենք հավատում ենք քեզ, բայց ուզում ենք մեր գործողությունները, մեր կարողությունը բարձրանա, որ մենք ավելի շատ վստահենք քեզ, Տեր։ Ես շնորհակալ եմ այդ դասի համար, Տեր, որ դու սովորացնում ես, որ մենք պետք է աշխատենք մեր վստահության առ Աստված դրա վրա Տեր, ես շնորհակալ եմ քեզանից եւ փառք եմ տալիս բոլոր քո ճրակների համար, այդ step by step ճրակները, որ մենք ունենք, ես շնորհակալ եմ դրա համար Տեր, ես փառք եմ տալիս, տուր մեզի սրտեր, հնազանդ սրտեր, որ մենք միշտ քեզ բերենք մեր պարագաների մեջ Տեր, որ մեր history-ն մեծանա եւ փառավորենք այդ history-ով քեզ Տեր, ինչպես Դավիթը փառավորեց, ինչպես մույսները, միևնույնն է, եթե դու չանես մեր սրտի ուզածը, կամ չլինի ինչ-որ որ մենք տեսնում ենք մեր աչքերով, միևնույնն է դու լավն ես անելու, դու ճիշտն ես անելու, մենք մնալու ենք մեր տեղը առանց սասանվելու քո խոսքի մեջ, քեզ հավատարմորեն, քեզ վստահելով Տեր, ես փառք եմ տալիս քեզ ամեն իրավիճակների համար, մեր կյանքերի մեջը, դու ես ամեն ինչը, որ հսկում ես Տեր, դու ես ամեն ինչը, որ կարող ես Տեր, մենք հուսացած ենք քեզ, մենք վստահում ենք քեզ Տեր, արի եւ առաջնորդի մեր կյանքերը Տեր, արի եւ իմաստություն տուր, որ ապավինենք միայն քեզ ապավինելով մեր վախերը եւ մեր գործերը, ամեն ինչը ճիշտ կեթան Տեր, մենք վստահենք քեզ,
Այն օրը որ վախենանք, վստահենք քեզ 100%-ով Տեր, 100%-ով Տեր, վստահենք քեզ, որ դու ամեն ինչը հարթ ես անելու, բարի ես անելու բոլոր նրանց համար, որ հավատում են քեզ, որ վստահել են քեզ Տեր։ Շնորհակալ եմ այդ շնորհքի համար Տեր, այդ շնորհքը որ տվել ես, որ կարողանանք մենք գոյատևենք եւ առաջ անցնենք եւ լինենք միշտ քո մեջ Տեր։ Ես փառք եմ տալիս քեզ։ Ես աղոթում եմ, որ մեր ձեռքի բոլոր զոհաբերությունները Տեր օրհնես լիքը լեփլեցուն եւ մենք ինչ էլ ունենանք գոհացող սիրտ ունենանք, որովհետեւ դու սիրում ես գոհացող եւ հնազանդ սիրտը Տեր։ Ես ուզում եմ, որ մեր այդ հնազանդ սիրտը, հնազանդ եւ գոհացող սիրտը միշտ մեզի բարձունքից բարձունք տանի Տեր։ Ես փառավորում եմ քո սուրբ անունը, շնորհակալ եմ ամեն ինչի համար, ու գոհանում եմ ամեն ինչի համար, եկեղեցի համար եմ գոհանում մեր հովիվի համար Տեր, որ մենք ունենք ճիշտ առաջնորդ տանումը մեզի ճիշտ անառատ ջրերի մոտ, որ մենք միշտ բարգավաճ լինենք Տեր։ Ես շնորհակալ եմ քեզանից Տեր եւ փառավորում եմ քո սուրբ անունը այժմ եւ միշտ հավիտյանս հավիտենից ամեն